Լուսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան վերընտրվել է Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի նախագահ հերթական երամյա ժամկետով։ Համապատասխան որոշումն ընդունվել է ցանցի 4-րդ համաժողովում, որն անցկացվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում։ Նշվել է նաև, որ փոխնախագահների լիազորությունները երկարաձգվեն հաջորդ ժամկետով։ Համաժողովի շրջանակներում ընդունվել է Տաշկենտի հռչակագիրը, որն արտացոլում է ցանցի անդամ խորհրդարանների միասնական դիրքորոշումը և պարունակում է մի շարք առանցքային դրույթներ։ Բացի այդ, փաստաթղթում աջակցություն է հայտնվում Բաքվի կլիմայական պայմանագրին և COP29-ի կարևոր արդյունքներին, ինչպես նաև Չմիավորման շարժման անդամ երկրներից բռնի տեղահանված անձանց, ներառյալ արևմտյան ադրբեջանցիների, իրենց տներ խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքին։ Բաքվի զինվորական դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ ամբաստանյալ Դավիթ Բաբայանը, պատասխանելով պետական դատախազի հարցին, ասել է, որ լինելով Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական սուբյեկտի, այսպես կոչված արտաքին գործերի նախարար, արտերկիր է մեկնել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Նա նշել է, որ արտերկիր է մեկնել հայկական անձնագրով։ Ոմանք ունեին նաև դիվանագիտական անձնագրեր։ Ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության փաստաթղթերն են եղել, հայտնել է մեղադրյալը։ Մեծ վերադարձ ծրագրի շրջանակներում նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը մեկնել է Աղդերեի շրջանի Սուգովուշան գյուղ։ Այս փուլում գյուղ է վերադարձել 155 հոգուց բաղկացած 53 ընտանիք։ Նախկինում այդ ընտանիքները ժամանակավորապես բնակվել են Ադրբեջանի տարբեր շրջաններում, այդ թվում հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։ Ադրբեջանական Su-25 գրոհային ինքնաթիռը հաջողությամբ ավարտել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կողմից մշակված Սոմ Շահին թևավոր հրթիռի կրակային փորձարկումները։ Այս մասին նշված է Savuma Sanai Estecom-ի X սոցիալական ցանցի էջում։ Թուբիտակի հայտարարության մեջ ասվում է, որ Սոմ B1 հրթիռի արձակումը հաջողությամբ իրականացվել է ադրբեջանական Su-25 ինքնաթիռից։ Կախովի համակարգի և Թուբիտակ Սաջեի մշակած ինքնաթիռի ինքնավար հրաձգության համակարգի կիրառմամբ։ Ըստ տեղեկությունների, նշանաձգությունը տեղի ունեցել 2024 թվականին Թուրքիայի փորձադաշտում։ Սոմ Շահին թևավոր հրթիռը, որն արձակվել է Su-25 Լաչին գրոհային ինքնաթիռից, հաջողությամբ խոցել է թիրախը մեծ հեռավորության վրա։ Այսպիսով ավարտվել է Սոմ թևավոր հրթիռների գնման ամենակարևոր փուլը, որի մասին Ադրբեջանը առաջին անգամ հայտարարել էր 2018 թվականին։ Ադրբեջանի պետությունը ամենաբարձր մակարդակով ստեղծել է բոլոր պայմանները Աղդերեի շրջանի Լեռնային Սուգովուշան գյուղի բնակիչների համար։ Այս մասին ասել է գյուղի բնակիչ Գրմխան Մուրադովը։ Նա կարծում է, որ գյուղ տեղափոխված սուգովուշանցիների հիմնական խնդիրը հայրենի հողերի վերածնունդն է։ Մուրադովը հիշել է նաև հարկադիր վերաբնակների կյանքի նախորդ ծանր շրջանը։ Երկար ժամանակ ապրել ենք Վրանային ավանում, իսկ հետո Դբրոցի շենքում, առանց անհրաժեշտ կենսապայմանների։ Հիմա այդ օրերը մնացել են ետևում։ Մենք վերադառնում ենք հայրենի գյուղ և շատ գոհ ենք պետության ստեղծած պայմաններից։ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մտահոգություն է հայտնել Աղդամի և Ջաբրայելի շրջաններում վերգետնյա ականների հետ կապված վերջին միջադեպերի կապակցությամբ։ Համապատասխան հրապարակումը տեղադրվել է X սոցիալական ցանցում դեսպանատան պաշտոնական էջում։ Մենք մտահոգված ենք Աղդամում և Ջաբրայելում ականային նոր միջադեպերի մասին լուրերից, որոնց թվում 2 երեխաների մասնակցությամբ։ 2020 թվականից Մեծ Բրիտանիան աջակցություն է ցուցաբերել ականազերծմամբ զբաղվող խիզախ տղամարդկանց և կանանց, համագործակցելով Ադրբեջանի ականազերծման գործակալության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ, այդ թվում ականային վտանգի մասին բնակչությանը տեղեկացնելը և տուժածներին օգնելը, ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։ Թուրքիան կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին տարբեր հարթակներում ականների սպառնալիքի դեմ պայքարում։
Այս մասին ասված է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։ Մենք շուտապույտ ապաքինում ենք մաղթում մեր ադրբեջանցի եղբայրներին, ովքեր տուժել են Ղարաբաղի Աղդամի եւ Ջաբրայելի շրջաներում ականային պատահարների հետևանքով։ Մենք կիսում ենք Ադրբեջանի անվտանգության հետ կապված մտահոգությունները, կապված ազատագրված Ղարաբաղում մեծ թվով չբացահայտված ականների հետ, ասվում է հրապարակման մեջ։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։